Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։ Գիտեք, իմ կյանքում երկար ժամանակ ես սպասում էի, որ Դեյվը ինձ երջանիկ կդարձնի։ Եվ մի օր Աստված վերջապես տվեց ինձ այս հայտնությունը։ Նա ասաց. «Դադարիր քո ուրախության համար Դեյվին պատասխանատու դարձնելուց»։ Այժմ ինչ որ մեկը միգուցե դիտում է եւ կարող է շատ բան սովորել դրանից։ Ես Ջոյս Մայերն եմ եւ հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեզ բոլոր բնագավառներում։ Շնորհակալություն այսօր ինձ միանալու եւ վայելել ամենօրյա կյանքը հաղորդումը դիտելու համար, որի ընթացքում ես սովորեցնելու եմ Աստծո խոսքը։ Ամենակարևոր բաներից մեկը, որ կարող եք իմանալ, խոսքն է։ Ամեն անգամ, երբ լսում եք խոսքը, այն օգնում է նորոգելու ձեր միտքը։ Եվ որքան շատ եք սովորում մտածել Աստծո պես, այսինքն համաձայն Աստծո խոսքի, այնքան շատ է նրա ծրագիրը բացահայտվում ձեր կյանքում։ Մեր միտքը չափազանց կարևոր է։ Մեր միտքը ազդում է մեր զգացմունքների վրա։ Այն ազդում է մեր խոսքերի վրա, եւ այն ազդում է մեր վարքի եւ վարվելակերպի վրա։ Այնպես որ դուք պետք է վերադառնաք հիմքերին եւ մտածեք, թե ինչի մասին եք մտածում, եւ համոզվեք, որ ձեր մտքերը համահունչ են այն ամենին, ինչ իրականում ուզում եք ունենալ կյանքում։ Երեկ ես սկսեցի խոսել այն մասին, թե ինչպես կարող եք ավելացնել ձեր ուրախությունը, եւ առաջին բանը, որի մասին խոսեցի, ձեր օրը Աստծո հետ սկսելն էր։ Դա այնքան կարեւոր է։ Այնուհետեւ ասացի, որ ունենաք նպատակ յուրաքանչյուր օրվա համար, ունենաք երազանք, համոզված լինեք, որ գործում եք արդյունավետ եւ ինչ որ բան եք իրականացնում, եւ երրորդը ուրիշներին օգնելու որոշում կայացնելն է։ Այնքան կարևոր է, որ դադարենք միայն մեր մասին մտածելուց եւ սկսենք մտածել, թե ինչպես կարող ենք օգնություն լինել ուրիշների համար։ Հաջորդ բանը, որի մասին ուզում եմ խոսել, ձեր սպասումները վերանայելն է։ Գիտեք, շատ անգամներ մենք մեզ նախապատրաստում ենք թշվառ օրվա համար, որովհետեւ սպասում ենք, որ ինչ որ մեկն ինչ որ բան անի մեզ համար։ Մինչդեռ այդ մարդը նույնիսկ չգիտի, որ մենք նման սպասում ունենք։ Ես սպասում էի, որ դու կզանգեիր ինձ։ Ես սպասում էի, որ դու ինձ նամակ կուղարկեիր։ Դուք հիասթափվում եք, որովհետև ձեր սպասումները մարդկանցից են։ Մենք պետք է սպասումներ ունենանք Աստծուց։ Ցավում եմ, բայց մարդիկ մշտապես կհիասթափեցնեն ձեզ։ Դա չի նշանակում, որ մարդկանց չպետք է վստահել, դա չի նշանակում, որ չպետք է սիրել եւ վայելել մարդկանց։ Բայց եթե սպասում եք, որ մարդիկ երբեք չեն ցավեցնի եւ չեն հիասթափեցնի ձեզ, արդեն ձեզ նախապատրաստել եք հիասթափության։ Աստվածաշունչը մեզ ասում է. «Սպասիր եւ հուսա Տիրոջը եւ ակնկալիր նրանից»։ Սաղմոս 27:14։ Սպասիր եւ հուսա Տիրոջը եւ ակնկալիր նրանից, եղիր համարձակ եւ քաջ, եւ թող սիրտդ պինդ եւ անսասան լինի։ Այո, սպասիր եւ հուսա Տիրոջը եւ ակնկալիր նրանից։ Ձեր սպասումներն Աստծուց են, թե մարդկանցից։ Գիտեք, իմ կյանքում երկար ժամանակ ես սպասում էի, որ Դեյվը ինձ երջանիկ կդարձնի։ Եվ մի օր Աստված վերջապես տվեց ինձ այս հայտնությունը։ Նա ասաց. «Դադարիր քո ուրախության համար Դեյվին պատասխանատու դարձնելուց»։ Այսօր կա ինչ որ մեկը, որ դիտում է ինձ եւ կարող է շատ բան սովորել դրանից։ Գուցե բոլորը զայրացած եք, քանի որ սպասում եք, որ մեկ ուրիշը պետք է երջանկացնի ձեզ, իսկ նա չի անում դա։ Գուցե պետք է փոխեք ձեր սպասումները եւ փոխանակ սպասելու, որ տվյալ մարդն անի դա, խնդրեք, որ Աստված անի։ Եվ Աստված գուցե ընտրի անելու դա այդ անձնավորության միջոցով, բայց հնարավոր է, որ նա ընտրի անելու դա մեկ այլ ճանապարհով, որի մասին նույնիսկ չես մտածել։ Կամ գուցե ընտրի անել դա գերբնական ձևով։ Մենք մեր վստահությունը պետք է ուղղենք Աստծուն։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Դավիթը Սաղմոսում ասում. «Ես կվստահեմ Աստծուն»։ Դու կարող ես վստահել բանկերին, դու կարող ես վստահել մարդկանց, դու կարող ես վստահել այն ամենին, ինչ ցանկանում ես, դու կարող ես վստահել ինքդ քեզ, բայց այդ ամենը կարող է հիասթափեցնել քեզ, սակայն Աստված չի հիասթափեցնի։ Գուցե նա մշտապես չտա քեզ հենց այն, ինչ ցանկանում ես, բայց կտա այն, ինչն ամենից լավն է քեզ համար։ Եթե դու հենց հիմա դիտում ես եւ չունես անձնական փոխհարաբերություն Աստծո հետ, ես զգում եմ, որ մի պահ պետք է հատկացնեմ եւ ասեմ. Աստված սիրում է քեզ եւ տվեց իր միակ որդուն Հիսուսին, որպեսզի նա մահանա քեզ համար։ Խաչի վրա վճարի քո մեղքերի համար։ Նա մահացավ եւ հարություն առավ մեռելներից։ Եվ հիմա նա նստած է հոր աջ կողմում, սպասելով այն ժամին, երբ բոլորիս կտանի տուն իր հետ լինելու։ Եվ Սուրբ Հոգու միջոցով նա ցանկանում է գալ եւ ապրել քո ներսում եւ օգնել այն ամենում, ինչ անում ես։ Նա կների քո մեղքերը, կգրի քո անունը գառան կյանքի գրքում, եւ դու ընդհանրապես պետք է ընդունես, որ մեղավոր ես,
որ ուզում ես Աստծուն քո կյանքում։ Հրավիրիր նրան քո կյանք, ընդունիր նրան հավատքով, այնուհետև սովորիր ապրել որպես Աստծո զավակ։ Իսկ դա կպահանջի քեզնից սովորել Աստծո խոսքը։ Եվ դա անելու լավագույն միջոցներից մեկը Աստվածաշնչի վրա հիմնված լավ եկեղեցի հաճախելն է, որտեղ կարող ես լսել լավ ուսմունքներ, մասնակցել աստվածաշնչյան սերտողությունների, ձեռք բերել քրիստոնեական լավ գրքեր, կարդալ այդ գրքերը եւ կարդալ քո Աստվածաշունչը։ Աստվածաշնչի թարգմանության բազմաթիվ տարբերակներ կան, այնպես որ մի արդարացիր ասելով ես չեմ կարողանում հասկանալ Աստվածաշունչը։ Եթե կարիք կա ձեռք բեր մանկական Աստվածաշունչ, ես սկսել եմ այդ գրքից, որի շնորհիվ սովորել եմ աստվածաշնչյան բազմաթիվ պատմություններ։ Եթե ցանկանում ես խոսել ինչ-որ մեկի հետ այս մասին, կարող ես զանգել էկրանին գրված համարով, եւ մեր օպերատորներից մեկը ուրախությամբ կզրուցի քեզ հետ եւ միասին կաղոթենք, որ ընդունես Քրիստոսին որպես քո փրկչի։ Սպասումները թող Աստծուց լինեն, նա ունի լավ ծրագիր քո կյանքի համար։ Եվ դու պետք է սպասես լավ բաների։ Գուցե սպասում ես, որ մեկ ուրիշը հաղորդի քեզ արժանապատվության կամ արժանի լինելու զգացում։ Գիտես, միայն Աստված կարող է անել դա։ Շատ անգամներ մենք սպասում ենք, որ մարդիկ անեն այն, ինչ միայն Աստված կարող է անել։ Ինչ ես ակնկալում մարդկանցից, եւ արդյոք հիասթափվում ես, քանի որ նրանք չեն տալիս այն, ինչ ակնկալում ես։ Գուցե քեզ անհրաժեշտ է ավելի շատ աղոթել եւ ավելի քիչ կենտրոնանալ մարդկանց վրա։ Գնա Աստծո մոտ եւ խնդրիր այն, ինչ ցանկանում ես, եւ ինչի կարիք ունես ու վստահիր, որ նա կտա քեզ դա։ Հրաժարվիր վատագույնին սպասելուց։ Մի վախեցիր ոչնչից։ Մի վախեցիր այն բաներից, որոնք նույնիսկ դեռ տեղի չեն ունեցել։ Մի անհանգստացիր բոլոր վատ բաների համար, որ կարող են պատահել։ Ես անհանգստանում եմ, որ կարող եմ կորցնել աշխատանքս, կամ ես անհանգստանում եմ, որ երեխաս վատ ընկերախմբում կհայտնվի։ Սատանային դուր է գալիս, երբ մենք անհանգստանում ենք այն բաների համար, որոնք նույնիսկ չգիտենք կկատարվեն թե ոչ։ Պահպանիր դրական տեսանկյուն։ Դրական վերաբերմունքը հզոր է։ Գիտեք, իմ կյանքում բազմաթիվ վատ բաներ են տեղի ունեցել։ Իսկապես բազմաթիվ։ Ես բռնության եմ ենթարկվել։ Ես ամուսնացա առաջին պատահած երիտասարդի հետ, որովհետև մտածում էի, որ ոչ ոք երբևէ չի ցանկանա ինձ։ Իմ մղձավանջին ավելացան եւս 5 տարիներ, նա հարաբերությունների մեջ էր այլ կանանց հետ, չէր աշխատում, զբաղվում էր մանր իրերի գողությամբ։ Իմ կյանքում մի հիասթափությանը հաջորդում էր մյուսը, այնուհետև մյուսը, եւ ես ձևավորեցի վատ տեսանկյուն կյանքի նկատմամբ։ Ես մտածում էի այսպես. եթե չսպասես, որ որևէ լավ բան կկատարվի, ապա չես հիասթափվի, երբ այն չկատարվի։ Ես մտածում էի, որ պաշտպանում եմ ինքս ինձ, պարզապես ենթադրելով, որ ինչ-որ վատ բան է կատարվելու։ Եվ մի առավոտ, երբ լոգասենյակում հագնվում էի եւ մազերս հարդարում, ինձ համակեց սպառնալիք պարունակող այդ զգացողությունը։ Ես հարցրի Տիրոջը. Ինչ է սա։ Գրեթե ամբողջ կյանքում ես ունեցել եմ այս զգացողությունը եւ հոգումս լսեցի, որ դրանք չարագուշակ կանխազգացումներ են։ Անկեղծ ասած, ես նույնիսկ չգիտեի, թե ինչ է դա։ Որոշ ժամանակ անց Աստված առաջնորդեց ինձ դեպի Առակաց 15:15, չեմ հիշում, գուցե մի քանի օր հետո էր, եւ այդ խոսքը ասում էր. վհատվածների եւ թշվառների բոլոր օրերը վատ են, անհանգիստ մտքերի եւ կանխազգացումների պատճառով։ Գիտեք ինչ է դա։ Դա վատ բանի սպասում է։ Սպասում, որ ինչ-որ բան չի հաջողվի։ Գիտեք, մարդիկ հաճախ վախենում են ինչ-որ բաներից։ Գիտեք ինչ է դա։ Դա այնպիսի սպասում է, որ դու չես կարող վայելել այն, ինչ պետք է անես կամ պատրաստվում ես անելու։ Մենք չպետք է սարսափենք եւ վախենանք ինչ-որ բաներից։ Մենք մշտապես պետք է լցված լինենք հավատքով։ Աստված կարող է ամեն բան լավի վերածել, եթե վստահենք նրան։ Անկախ այն ցավից, որ վերապրել եք անցյալում, հրաժարվեք սարսափի մեջ ապրելուց, ապա ինչ որ մեկը լսում է ինձ, հրաժարվեք սարսափի մեջ ապրելուց։ Որքան մարդիկ են ասում սարսափում եմ լվացք անելուց, սարսափում եմ նպարեղենի խանութ գնալուց, սարսափում եմ խոտը հնձելուց, սարսափում եմ երթևեկության մեջ մեքենայով աշխատանքի գնալուց։ Ոչնչից մի սարսափեք։ Ասեք, ես հաճույք եմ ստանում իմ վարելուց։ Գիտեք, եթե գնաք նպարեղենի խանութ, հավատալով, որ Աստված ձեզ հետ է, կարող եք գնալ խանութ, ներքուստ զրուցել Աստծո հետ, մինչ գնումներ եք կատարում եւ ժպտալ մարդկանց ու լինել բարեհամբույր եւ դարձնել դա հաճելի ուղևորություն։ Սաղմոս 23:4-ում ասվում է, թեև գնամ մահվան շուքի ձորով, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանը պաշտպանում է ինձ,
Եվ քո ցուպը ուղղորդում է ինձ, նրանք մխիթարում են ինձ։ Հավատա, որ դու կարող ես անել ամեն բան Քրիստոսով, որ զորացնում է քեզ։ Ունեցիր դրական տեսանկյուն եւ սպասումներ ունեցիր Աստծուց, ոչ թե մարդկանցից։ Հաջորդը, որ կարող ենք անել մեր ուրախությունն ավելացնելու համար, միջակ լինելուց հրաժարվելն է։ Միջակը լավի եւ վատի մեջ տեղում է։ Միջակությունը հաջողության եւ անհաջողության մեջ տեղում է։ Այն ոչ մի բանի չի հանգեցնում, դու կարծես անորոշ տեղում ես։ Իսկ Աստված ցանկանում է, որ մենք լինենք հաջողակ այն ամենում, ինչ անում ենք։ Նա ուզում է, որ մենք լինենք գերազանց մարդիկ։ Ես սիրում եմ սովորեցնել գերազանցության մասին։ 40 տարի առաջ մենք սկսեցինք մեր ծառայությունը եւ արդեն 45 տարի է ես սովորեցնում եմ խոսքը։ Մինչ ծառայությունը սկսել է 5 տարի ես աշխատել եմ մի եկեղեցում, այնուհետև մենք հիմնեցինք Ջոյս Մայերի ծառայությունը։ Դա 35 տարի առաջ էր եւ Աստված մեր սրտում դրեց հետևյալը. այն ինչ անում եք, մշտապես արեք գերազանցությամբ։ Եղեք ազնվաբարո մարդիկ եւ հեռու պահեք վեճերը ձեր կյանքից եւ ես կօրհնեմ ձեր ծառայությունը եւ սրանք այն հիմնարար սկզբունքներն են, որ մշտապես սովորեցնում ենք մեր աշխատակիցներին եւ ես սիրում եմ սովորեցնել գերազանցության մասին։ Աստված գերազանց Աստված է։ Համոզված եմ յուրաքանչյուրդ կհամաձայնեք, որ Աստված գերազանց է եւ մենք կանչված ենք նմանվելու նրան։ Ուստի մենք չենք կարող լինել միջակ։ Լինել գերազանց չի նշանակում լինել կատարյալ։ Դա պարզապես նշանակում է լավագույն ձևով վարվել այն ամենի հետ, ինչի հետ պետք է աշխատես։ Գուցե դու ունես հին ավտոմեքենա, բայց կարող ես այն մաքուր պահել եւ աղբ չթողնել այնտեղ։ Գուցե դու չունես հագուստի 50 հավաքածու քո զգեստապահարանում, բայց կարող ես մաքուր պահել այն, ինչ ունես, եւ ամբողջ գիշեր չթողնել չորանոցում, ապա առավոտյան վեր կենալ եւ հագնել։ Պահիր հագուստդ կոկիկ վիճակում։ Դու կարող ես ունենալ հագուստի 5 հավաքածու եւ մի քանի բան։ Օրինակ շարֆեր կամ զարդեր եւ ներկայանալ 20 տարբեր ձևերով։ Գոհացիր այն ամենի համար, ինչ ունես, եւ մի տրտնջա նրա համար, ինչ չունես, այդ դեպքում Աստված կարող է տալ քեզ ավելին։ Մի անգամ Աստված դրեց իմ սրտում, եթե դու արդեն դժգոհում ես նրանից ինչ ունես, ինչու ես պետք է տամ ավելին դարձյալ դժգոհություն լսելու համար։ Արդյոք դու գոհացող անձնավորություն ես, դա գերազանց մարդ լինելու մի մասն է, Աստվածաշունչն ասում է, մեկ մղոն ավելի գնա։ Դա գերազանցության մի մասն է, մենք կանչված ենք լինելու գերազանց։ Երկրորդ Պետրոսի 1:3-ում գրված է, ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի եւ աստվածապաշտության համար պետք է, նրա լիարժեք անձնական գիտությունով։ Մենք պետք է ճանաչենք նրան, մենք պետք է ճանաչենք նրան ինքներս մեզ համար, որ մեզ կանչեց, ահա մեր կյանքի կոչումը փառքով եւ առաքինությունով կամ գերազանցությամբ։ Աստված ցանկանում է, որ մենք լինենք գերազանց մարդիկ։ Մենք ստեղծված չենք միջակ լինելու համար, այնպես որ դուք երբեք երջանիկ չեք լինի, եթե միջակ լինեք։ Դուք մշտապես բավարարված չեք լինի, որովհետև ձեր հոգուն կիմանաք, որ չեք անում այն, ինչ պետք է անեք։ Գերազանցությունը սովորական բաները արտասովոր կերպով լավ անելն է։ Կարող եմ կրկնել։ Գերազանցությունը սովորական բաները արտասովոր կերպով լավ անելն է։ Մշտապես գերազանցեք մարդկանց սպասումները։ Ամեն անգամ, երբ գնում եմ ինչ-որ տեղ քարոզելու, միշտ ուզում եմ մարդկանց սպասածից մի փոքր ավելի լավ աշխատանք կատարել։ Ուզում եմ մի փոքր ավելի քաղցր եւ ավելի սիրալիր լինել, քան սպասում են ինձնից։ Մշտապես ունեցեք այնպիսի վերաբերմունք, որ անեք ավելին, քան պետք է անեք։ Մի բավարարվեք նվազագույնը անելով։ Արեք առավելագույնը, որ կարող եք։ Եկեք խաղանք ինչ կլինի, եթե խաղը։ Ինչ կլինի, եթե Աստծուն տակ ձեր ամենը։ Ինչ կլինի, եթե առերեսվեք խնդիրներին դրանցից փախչելու փոխարեն։ Ինչ կլինի, եթե ձեզնից պահանջեք լավագույնը միջակությանը նախատրամադրվելու փոխարեն։ Եվ ինչ կլինի, եթե այսօր անեք այն, ինչը կարող եք հետաձգել մինչև վաղը։ Ունեցեք գերազանցության վերաբերմունք։ Հաջորդ բանը, որի միջոցով կարող եք ավելացնել ձեր ուրախությունը, ինքներդ ձեր մեջ ներդրում կատարելն է։ Ես չգիտեմ, արդյոք գիտեք, թե որքան հրաշալի, թանկ եւ արժեքավոր եք դուք։ Աստված ստեղծել է ձեզ իր իսկ ձեռքով ձեր մոր որովայնում։ Ընդլայնված Աստվածաշնչում գրված է. նա ստեղծել է քեզ մեծագույն խնամքով եւ մանրակրկիտ։
Նա ունի ծրագիր քո կյանքի համար եւ նա ասում է, որ այն բարի ծրագիր է։ Աստված ունի բարի ծրագիր քո կյանքի համար եւ դու չես աղավաղել քո կյանքը այն աստիճան, որ հնարավոր չլինի շտկել։ Աստված փրկագնող Աստված է։ Նա ուղարկեց Հիսուսին, որ իր արյունով փրկագնի մեզ։ Նա իր արյունը թափեց քեզ համար։ Դու այնքան արժեքավոր ես, որ Աստված ուղարկեց իր որդուն, որ մահանա քեզ համար, եւ եթե դու լինեիր երկրագնդի միակ մարդը, միևնույն է, նա կաներ դա։ Եթե կազմեիր այն բաների ցանկը, որ սիրում ես, որքան ժամանակ կպահանջվեր այդ ցուցակում քեզ ընդգրկելու համար։ Դու ասում ես, ես չպիտի սիրեմ ինքս ինձ։ Այո, պետք է սիրես։ Աստվածաշունչն ասում է, սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, անձով, մտքով եւ զորությունով, եւ սիրիր քո մերձավորին քո անձի պես։ Ես սիրում եմ նայել դրան այսպես. ես չեմ կարող տալ այն, ինչ չունեմ։ Եթե ես չունեմ սեր իմ մեջ, չեմ կարող սիրել ձեզ։ Եվ գիտեք, եթե դուք չեք սիրում ձեզ, չեք սիրի ուրիշներին։ Եթե դուք բարկացած եք ինքներդ ձեզ վրա, կբարկանաք նաև ուրիշների վրա։ Ներդրում կատարեք ինքներդ ձեր մեջ։ Ինչ նկատի ունեմ դա ասելով։ Արեք այն, ինչը ձեզ հաճույք է պատճառում։ Կատարեք ներդրում ձեր առողջության մեջ։ Մի փոքր ավելի շատ հատկացրեք ձեզ եւ կերեք որակյալ սնունդ։ Թերևս մի փոքր քիչ աշխատեք եւ գիշերային լավ քուն ունեցեք։ Շատ ջուր խմեք։ Ասում են, որ յուրաքանչյուր 1 կիլոգրամ քաշի համար պետք է խմել մոտավորապես 50 միլիլիտր ջուր։ Ձեզնից ոմանք գուցե մտածում են, եթե այդպես վարվեի, կխեղդվեի։ Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ չեք խեղդվի։ Մարզվեք։ Օրական 10 րոպե քայլեք։ Փոքրիկ արձակուրդ ունեցեք։ Գիտեք, դուք անդադար չպետք է աշխատեք, որպեսզի արժանի լինեք ինչ-որ բանի։ Ես ունեի այդպիսի սխալ պատկերացում, որովհետև երբ երեխա էի, թվում էր, թե քանի դեռ աշխատում եմ, տնային աշխատանքներ կատարում կամ աշխատում տան շուրջը, անախորժության մեջ չեմ հայտնվի, բայց հիշում եմ, որ անախորժության մեջ էի հայտնվում ծիծաղելու եւ զվարճանալու համար։ Հայրս այնպիսի դառը չար մարդ էր, որ ասում էր. «Ինչի վրա ես ծիծաղում»։ Եվ ինձնից երկար ժամանակ պահանջվեց սովորելու, թե ինչպես կարող եմ վայելել իմ կյանքը։ Ես իսկապես չգիտեի, թե ինչպես վայելեմ կյանքս եւ մշտապես մեղավոր էի զգում, եթե վայելում էի իմ ժամանակը։ Աստված ստիպված եղավ սովորեցնել ինձ, որ իմ մտածելակերպը սխալ է։ Ես մտածում էի, որ արժանի չեմ վայելելու կյանքը։ Բայց դուք արժանի եք։ Դուք արժեքավոր եք։ Արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս։ Հանգստյան օր վերցրեք։ Տոնեք ձեր ծննդյան օրը։ Տոնեք յուրաքանչյուր փոքրիկ հաղթանակ, որ ունեք ձեր կյանքում։ Փոխանակ մտածելու ձախողումների մասին մտածեք, թե ինչի մեջ եք դուք հմուտ։ Փոխանակ մտածելու, թե դեռ որքան ճանապարհ ունեք գնալու, մտածեք, թե որքան հեռու եք գնացել Աստծո հետ ձեր ընթացքի մեջ։ Ես ուզում եմ, որ դուք ունենաք ավելի լավ վերաբերմունք ձեր մասին։ Ինչ որ բաներ արեք ձեզ համար։ Ես չեմ խոսում եսասեր եւ եսակենտրոն լինելու մասին, եւ չեմ խոսում ինքներդ ձեզ սիրահարված լինելու մասին, երբ պաշտում եք ինքներդ ձեզ։ Մշտապես խոսում եք ձեր մասին եւ պարզապես անում այն, ինչ ցանկանում եք։ Բայց ես խոսում եմ հավասարակշռություն ունենալու մասին։ Մենք ուզում ենք ինչ-որ բան անել ուրիշների համար, բայց եթե հոգ չտանենք ձեր մասին, բավականաչափ ուժ եւ եռանդ չեք ունենա մեկ ուրիշին ինչ-որ բանով օգնելու համար։ Ուստի նախքան առաջ անցնելը ուզում եմ կրկին ասել. դուք արժեքավոր եք։ Ես չգիտեմ, թե ինչպես եք վերաբերվում ինքներդ ձեզ, բայց հավատում եմ, որ հենց հիմա ինձ դիտում են մարդիկ, որոնք մտածում են, որ իրենք լավը չեն։ Դուք ունեք վատ վերաբերմունք ինքներդ ձեր հանդեպ, որովհետև արել եք ինչ-որ բաներ, որոնք սխալ են ձեր կյանքում։ Եվ ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ Հիսուսը այստեղ է ձեզ ներելու համար։ Նա արդեն վճարել է յուրաքանչյուր մեղքի համար, որ երբևէ գործել եք։ Նա մեկ ընդմիշտ մահացավ ոչ թե մեղքի, այլ մեղքերի համար։ Դուք լիովին ներված եք։ Դուք միայն պետք է ընդունեք, որ մեղանչել եք, խոստովանեք, ընդունեք Աստծո ներումը, թույլ չտաք, որ սատանան ռմբակոծի ձեզ դատապարտություններով ու մեղադրանքներով, եւ սկսեք ապրել այն կյանքով, որ Աստված ցանկանում է։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված գիտի մեր յուրաքանչյուր միտքը, նախքան կմտածենք, եւ յուրաքանչյուր խոսքը նախքան մենք ասենք։ Դու անակնկալ չես Աստծո համար։ Նա գիտի քո յուրաքանչյուր սխալ արարքը նախքան կգործես այն, բայց միևնույն է, նա սիրում է քեզ։ Աստված սիրում է քեզ անվերապահորեն։
Հաջորդ բանը, որ կառաջարկեմ կյանքդ վայելելու համար, այն մի փոքր արկածային դարձնելն է։ Հելեն Քելերն ասել է. «Կյանքը կամ համարձակարկած է, կամ ընդհանրապես ոչինչ։ Ձեզնից ոմանք երջանիկ չեն, որովհետև ձանձրացած են։ Դուք նույն բանն եք անում ամեն օր, եւ դա շարունակվում է արդեն 20 տարի։ Ձեզ դուր չի գալիս ձեր կյանքը, որովհետև ձանձրացած եք ինքներդ ձեզնից։ Գիտեք, երբեմն պարզապես մեկ այլ բան պետք է անեք։ Արեք այն, ինչ երբեք չեք արել, բայց միշտ ցանկացել եք անել։ Ներկեք ձեր մազերը։ Բոտոքս կատարեք։ Ինձ չգրեք եւ չասեք, որ ձեր կարծիքով դա ճիշտ չէ։ Եթե կնճիռ ունեք եւ ուզում եք ազատվել դրանից, ուրեմն ազատվեք։ Ինձ դուր չեն գալիս կնճիռները, ես մտադիր չեմ ունենալ շատ կնճիռներ։ Գնացեք նոր ռեստորան։ Փորձեք այնպիսի կերակուր, որը երբեք չեք ճաշակել։ Դա դժվար է ինձ համար, որովհետև ուզում եմ համոզված լինել, որ ինձ դուր կգա այն, ինչ կուտեմ։ Դեյվը պատվիրում է արտասովոր կերակուրներ, եւ ես փորձում եմ նրա պատվիրածից, սակայն չեմ փչացնում իմ ընթրիքը, պատվիրելով այլ կերակուրներ։ Մի փոքր խիզախ եղեք։ Աշխատանքի գնացեք այլ ճանապարհով։ Աստված իմ, իսկ եթե մոլորվեմ։ Իսկ ինչ կլինի, եթե գտնեք մի նոր բան, որ ուզում եք անել։ Գիտեք, ես արկածախնդրությամբ էի լցված, երբ 50 տարեկանում մուտք գործեցի հեռուստատեսություն։ Ես եթեր դուրս չեմ եկել մինչև 50 տարեկանը եւ այս ամիս լրանում է մեր հեռարձակումների 31 տարին։ Այո, ես 81 տարեկան եմ եւ դեռ փորձում եմ ունենալ արկածներ։ Առաջին անգամ ես փորձեցի արկածախնդիր լինել, երբ Հնդկաստանում կանգնեցի 100 հազարավոր մարդկանց առջև եւ ստիպված էի քարոզել թարգմանչի միջոցով, որովհետեւ մինչեւ այդ նման բան չէի արել։ Ես քարոզելու էի անգլերեն, իսկ նա թարգմանելու էր հնդկերեն, այդ տարածաշրջանի բարբառով։ Ընտրեք լինել համարձակ եւ մի վախեցեք ձախողվելուց։ Դուք անհաջողակ չեք, քանի որ ձախողվել եք ինչ-որ բանում։ Ես կարծում եմ, մենք պետք է ձախողվենք մեր հաջողության ճանապարհին։ Կարծում եմ միջոցներից մեկը, որով կարող ենք պարզել, թե ինչ պետք է անենք, անելն է այն, ինչը չի գործում։ Այնուհետև, եթե ունեք հավատքով լցված դրական վերաբերմունք, կարող եք ասել. Ես գիտեմ, որ այլևս չպետք է անեմ դա։ Իմ կյանքում ես շատ սխալներ եմ արել։ Ինչ որ մեկը Աստծո հզոր մարդկանցից մեկին հարցրել էր. ինչպես եք սովորել լսել Աստծուց, նա պատասխանել էր շատ սխալներ անելով։ Դուք կարող եք սովորել ձեր սխալներից ճիշտ այնպես, ինչպես կարող եք սովորել ձեր հաջողություններից։ Ընտրեք լինել համարձակ եւ անվախ։ Տիմոթեոսի 2:1-7, որովհետեւ Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ զորության եւ սիրո եւ զգաստության կամ ինքնատիրապետման։ Դու չես կարող այլևս ասել. ես չունեմ ինքնատիրապետում, որովհետև դու ունես ինքնատիրապետման պտուղը։ Գուցե եթե հավատաս, որ ունես ինքնատիրապետում, կտեսնես, թե ինչպես է այն դրսևորվում քո կյանքում։ Եվ զգույշ եղեք, ինչ կլինի, եթե արտահայտությունից։ Ինչ կլինի, եթե քայլ անեմ եւ սխալվեմ։ Ինչ կլինի, եթե բաց թողնեմ Աստծո կամքը, եթե բաց թողնես Աստծո կամքը, նա քեզ կգտնի։ Ինչ կլինի, եթե ձախողվեմ։ Արդարը 7 անգամ կընկնի եւ վեր կկենա։ Եթե ձախողվես, կրկին վեր կկենաս ու նորից կփորձես։ Ինչ կլինի, եթե բավականություն չստանամ դրանից, ուրեմն այլևս մի արա դա։ Ինչ կմտածեն մարդիկ, այդ մեկը մեծ խնդիր է։ Մենք թույլ ենք տալիս, որ նրանք ղեկավարեն մեր կյանքը եւ նույնիսկ չգիտենք, թե ովքեր են նրանք։ Ում է հետաքրքիր, թե ինչ են նրանք մտածում, քեզ միայն պետք է մտահոգի այն, թե ինչ է մտածում Աստված։ Հետևիր Աստծո հոգուն եւ թույլ տուր, որ նա առաջնորդի քեզ դեպի անսահման ուրախության կյանք։ Որպես հավատացյալներ, կյանքում մեր նպատակները բոլորովին այլ են։ Մենք կանչված ենք առանձնացված հատուկ նպատակի համար։ Եվ ինձ դուր է գալիս, որ Աստվածաշունչն ասում է, որ մենք նրա անձնական ներկայացուցիչներն ենք երկրագնդի վրա։ Երբ զբաղվում ենք մեր գործով, գտնում ենք ուրախություն, խաղաղություն եւ երջանկություն։ Ապրեք, որ ներկայացնեք նրան։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։